Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Թբիլիսիում անցկացվել է մեդիայի համերաշխության երթ, որի մասնակիցները հավաքվել են Ֆիլարմոնիայի շենքի մոտ, այնուհետև շարժվել են Ռուսթավելի պողոտայով։ Երթի մասնակիցները հայտարարել են, որ համերաշխություն են հայտնում Մզիա Ամաղլոբելին եւ դատապարտում են մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ բռնի գործողությունները։ Երթի մասնակիցների խոսքով բոլորը պետք է լսեն, որ Վրաստանում մեդիան լռելու մտադրություն չունի։ Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ, թույլ չտալու պետական պաշտոնյաներին այցելել 1989 թվականի ապրիլի 9-ին հանրահավաքը ճնշելու ժամանակ զոհված անձանց հուշահամալիր։ Վաղ առավոտյան խորհրդարանի դիմաց իրավիճակը հանգիստ է եղել, իրավապահները չեն միջամտել ակցիային, սակայն ավելի ուշ իրավիճակը պարբերաբար լարվել է։ Վրաստանում ապրիլի 9-ը ոչ աշխատանքային օր է եւ նշվում է որպես Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին ակտի ընդունման եւ ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր։ Ամեն տարի ապրիլի 9-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են հուշահամալիր, հարգելու 1989 թվականին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից Թբիլիսիում բազմահազարանոց ցույցը ցրելու զոհերի հիշատակը։ Այդ օրը խորհրդային զորքերը ցրել էին Վրաստանի անկախության համար կազմակերպված ցույցի մասնակիցներին, ինչի հետևանքով զոհվել էր 21 մարդ, որոնց մեծ մասը կանայք։ Ապրիլի 9-ը այն օրն է, երբ օտար ուժը բռնություն կիրառեց մեր քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով միևնույն ժամանակ ապրիլի 9-ը այն օրն է, երբ Վրաստանը միավորվեց եւ վրացիների մեջ սերը հաղթեց ատելությանը։ Ապրիլի 9-ը նաև այն օրն է, երբ ազատության գաղափարը հաղթեց ստրկությանը։ Հենց այդ պատճառով այսօր, ինչպես երբեք, պետք է հրաժարվենք ցանկացած բռնությունից, հաղթենք ատելությանը եւ պահպանենք ազատության գաղափարը։ Այսօր ապրիլի 9-ի ողբերգության 36-րդ տարելիցին օտար ուժը կրկին բռնություն է կիրառում Ռուսթավելիի պողոտայում։ Նույնիսկ այսօր այդ նույն վայրում օտար ուժը բորբոքում է ատելությունը, փորձում է արհեստականորեն խաթարել վրացիների միասնությունը եւ պայքարում է ազատության գաղափարի դեմ։ Մենք պատժամիջոցներից չենք վախենում, ոչ Կայա Կալասին, ոչ էլ որևէ մեկին թույլ չենք տա ոտնահարել Վրաստանի շահերը։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նկատի ունենալով Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Կալասը Եվրախորհրդարանի падգամավորներին ուղղված նամակում գրել է, որ Եվրամիությունն աշխատում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ։ Կալասը նաև կոչ է արել վրացական երազանքին փնտրել արկա ճգնաժամի լուծումը, ապահովելով երկխոսություն քաղաքական բոլոր ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Կալաձեի խոսքով Վրաստանի կառավարությունն առաջնորդվում է պետական շահերով։ Մենք պատժամիջոցներից չենք վախենում։ Մենք պաշտպանում ենք մեր երկիրը եւ մեր պետական շահերը։ Կայա Կալասը չի լինի վրացի ժողովրդի ղեկավարը։ Թող նրանք վերևից նայեն եւ ում ուզում է հրահանգներ տան, բայց ոչ մեզ, ոչ Կայա Կալասին եւ ոչ էլ ուրիշ որևէ մեկին թույլ չենք տա օգտագործել Վրաստանի շահերը իրենց երկրների շահերի համար կամ ոտնահարել Վրաստանի շահերը, ինչպես դա եղավ այլ երկրների դեպքում։ Կալաձեն նաև ասել է, որ Կայա Կալասը եւ նմանատիպ բարձրաստիճան պաշտոնյաները փոքրամասնություն են։ Նրա խոսքով արմատականներն ու կեղծ քաղաքական գործիչները նույնպես փոքրամասնություն են եւ սրա հետ բոլորը պետք է հաշտվեն։ Կալաձեն վստահեցրել է, որ Վրաստանի ճնշող մեծամասնությունը պաշտպանում է վրացական երազանքին։ Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի նախկին քաղաքապետ Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին, որը ձերբակալվել էր Թուրքիայում եւ պաշտոնանկ արվել դատավարությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական Ֆիգարո պարբերականը։ Համապատասխան որոշումը միաձայն ընդունվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի նիստում։ Քաղաքապետ Ան Իդալգոյի խոսքով Իմամօղլուին անարդարացիորեն արգելված է ներկայացնել իր կուսակցությունը եւ խոսել միլիոնավոր թուրքերի անունից, ուստի նա պետք է կարողանա ակնկալել Փարիզի լիակատար աջակցությունը։ Իդալգոն ասել է, որ պատվավոր քաղաքացու կոչում ստանալը Իմամօղլուին դիմադրելու ուժ կտա եւ թուրքական իշխանություններին կստիպի լսել ժողովրդավարական բանականության ձայնը։ Մարտի 19-ին եվրոպական մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում Փարիզի, Հռոմի, Ամստերդամի եւ Բրյուսելի քաղաքապետերը կոչ են արել ազատ արձակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Էքրեմ Իմամօղլուին, որն առաջադրվել է որպես իր կուսակցության թեկնածու հաջորդ նախագահական ընտրությունում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելի դեմ։ Նախագահի փաստաբան Հուսեյն Այդենի խոսքով հայցի շրջանակում պահանջում են 500,000 լիրա, ինչը համարժեք է ավելի քան $13,000, որպես բարոյական վնասի փոխհատուցման պահանջ վիրավորանքների եւ խունտայի հետ համեմատելու համար։ Փաստաբանը նաեւ նշել է, որ Էրդողանին վիրավորելու համար հայցն ուղարկվել է Անկարայի գլխավոր դատախազություն քրեական գործ հարուցելու համար։ Օրեր առաջ Անկարայում տեղի է ունեցել ժողովրդահանրապետական կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում Օզելը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Իր ելույթի ժամանակ նա Էրդողանին եւ նրա կառավարությանը համեմատել է պուտչիստների հետ եւ նրանց անվանել երկիրը գրաված խունտա։ Օզելի այդ խոսքերը սուր քննադատության են արժանացել կառավարության անդամների կողմից։ Թուրքիայի կենտրոնական բանկի կորուստները մարտի 19-ին ընդդիմադիր առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո կարող են գերազանցել $45 միլիարդ, այս մասին գրել է թուրքական Fojju թերթը։ Միայն ապրիլի 4-ին Ռամադանի կապակցությամբ Թուրքիայում մեկշաբաթյա արձակուրդի վերջին օրը կենտրոնական բանկը պահուստներից վաճառել է $7.3 միլիարդ։ Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստներն ապրիլի 7-ի դրությամբ կազմել են $25 միլիարդ։ Ըստ Fojju-ի Իմամօղլուի ձերբակալությունից հետո 3 շաբաթվա ընթացքում Թուրքիան սպառել է 2024 թվականի սեպտեմբերից կուտակած կենտրոնական բանկի բոլոր պահուստները։ Պարբերականը չի բացառվում, որ շուկաներում զարգացող իրավիճակը կարող է դրդել Թուրքիայի կենտրոնական բանկին վերանայել իր քաղաքականությունը հիմնական տոկոսադրույքի բարձրացման ուղղությամբ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիրում անդրադարձել է Օմանում Իրանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին։ Նա կարևորել է գործընթացի արդյունավետությունը եւ համաձայնության հասնելու կողմերի պատրաստակամությունը։ Արաղչին ընդգծել է, որ երբ բանակցությունները հիմնված են ճնշման կամ սպառնալիքի վրա, դրանք դառնում են թելադրանք, ոչ թե երկխոսություն։ Դիվանագետը հավելել է, որ այդ պատճառով Իրանը նախընտրում է անուղղակի ձևաչափը, որը թույլ է տալիս իրական բանակցություն վարել։ Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ Վստահության ամրապնդման միջոցների փոխարեն անհիմն մեղադրանքների հիման վրա կիրառված անարդար պատժամիջոցները պետք է հանվեն, նշել է Իրանի արտգործնախարարը։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Թեհրանի եւ Միացյալ Նահանգների միջև ուղիղ եւ անուղղակի բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, որպես երկու երկրի միջև լարվածության թուլացման հնարավորություն։ Լրագրողների հետ զրույցում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը դիվանագիտական եւ քաղաքական կարգավորմանը։ Մենք գիտենք, որ Օմանում նախատեսված են որոշակի շփումներ ուղղակի եւ անուղղակի, եւ իհարկե դա կարելի է միայն ողջունել, քանի որ կարող է հանգեցնել Իրանի շուրջ լարվածության թուլացման։ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները կկայանան Օմանում ապրիլի 12-ին։ Բանակցությունների ձևաչափը դեռևս հայտնի չէ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ երկու երկրները պատրաստ են ուղիղ բանակցություններ սկսել։ Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Օմանում քննարկումներն անուղղակի կլինեն եւ կանցկացվեն միջնորդների միջոցով։ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի միջև Մոսկվայում կայացած խորհրդակցությունների ժամանակ կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները Իրանի միջուկային համաձայնագրի ապագայի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Քննարկվել են զանազան տարբերակներ եւ սցենարներ, որոնք հնարավոր են հոկտեմբերի 18-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ժամկետը լրանալուց հետո։ Երեք երկրները համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները։ Ռուդենկոն նաեւ մեկնաբանել է Իրան-Միացյալ Նահանգների լարվածությունը, նշել հնարավոր հակամարտությունը տարածաշրջանի համար ողբերգական հետևանքների կհանգեցնի։ Մոսկվան չի ցանկանում, որ նման բան տեղի ունենա։ Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններին։ Միաժամանակ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Իրանի միջև կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի նախատեսում ռազմական դաշինքի ստեղծում կամ ռազմական օգնության տրամադրում։ Միացյալ Նահանգներն ավելի կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, ներառյալ նրա նավթային հատվածը, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, հայտարարել է Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Ես անշուշտ ակնկալում եմ շատ խիստ պատժամիջոցներ Իրանի դեմ եւ հուսով եմ, որ դրանք կստիպեն Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից։ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ։ Թրամփը նախորդին հայտարարել էր, որ Իրանի հետ ուղիղ բանակցությունները տեղի կունենան շաբաթ օրը իր խոսքով գրեթե բարձր մակարդակով։ Օմանում կայանալիք հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, սակայն ըստ նրա խոսքը անուղղակի բանակցությունների մասին է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով դեպի նոր աշխարհակարգ թեմայով համաժողովում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ կրկնել Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը, նշելով, թե իբր այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ալիևի խոսքով, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա կարող է ազդանշան դառնալ համագործակցության մեկնարկի համար։ Հայաստանի հետ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է, իսկ արագ բարեկամանալն անիրատեսական, սակայն առաջին քայլերը հնարավոր է անել, նշել է Ալիևը։ Նա ասել է, որ վրացական կողմը մի քանի նման նախաձեռնություններ է առաջարկել, որոնց Բաքուն դրական է արձագանքել եւ այժմ սպասում են Երևանի պատասխանին։ Խոսքը լրագրողների փոխայցելությունների եւ անդրսահմանային գետերի հարցով համատեղ քննարկումների մասին է, նշել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու երրորդ կողմերի փորձերը հաջողություն չեն ունենա։ Իր ելույթում Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հանձնելու համար, կապված Ադրբեջանում USAID-ի անօրինական գործունեության հետ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության նախաքննությամբ պարզվել է լայնածավալ հակաադրբեջանական գործունեության, ներքին գործերին միջամտություն ու կառավարության աշխատանքը խաթարելու փորձեր։ Նշել է Ալիևը, հույս հայտնելով, որ այդ փաստերի հիման վրա ամերիկյան կողմը քայլեր կձեռնարկի USAID-ի եւ նրա ղեկավարության դեմ։ Ալիևն ընդգծել է, որ հետաքննության ավարտից հետո նյութերը կտեղափոխվեն Վաշինգտոն, Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության եւ այդ կառույցի ղեկավարության դեմ գործողությունների համար։ Ալիևը նաեւ վստահեցրել է, թե Ադրբեջանը հանդես է եկել որպես միջնորդ Թուրքիայի եւ Իսրայելի միջև առաջին հաշտեցման ժամանակ։ Առաջին ճգնաժամի ժամանակ մենք ակտիվ դեր խաղացինք այս երկու երկրների դիրքորոշումների մերձեցման գործում։ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանի մտերիմ բարեկամներն են։ Մենք Թուրքիայի դաշնակիցներն ենք։ Իսրայելը նույնպես բարեկամ երկիր է Ադրբեջանի համար։ Ալիևը հիշեցրել է, որ 2021 թվականին Թուրքիայի հետ ստորագրել են Շուշիի հռչակագիրը եւ պաշտոնապես դաշնակիցներ դարձել, իսկ Իսրայելի հետ փոխադարձ բարեկամությունը տարիների ընթացքում դրսևորվել է տարբեր դժվար ժամանակներում։ Ուստի Թուրքիայի եւ Իսրայելի միջև ցանկացած թյուրիմացություն անհանգստացնում է Ադրբեջանին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։ Հաստատվել է Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ հետագա ակտիվ համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի համաձայն, որը ստորագրվել է երկու պետությունների բարձրագույն ղեկավարների կողմից, նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանում ռուսական մշակութային, հումանիտար եւ տեղեկատվական ներկայության գործնական ասպեկտներին։ Կարևորվել է համատեղ աշխատանքը Հարավային Կովկասում եւ Կասպից ծովի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։